Ուսանողներին խնդրեցի, որ մենք պահպանենք հենց մեկ դիրքորոշումը, որ մենք ոչ թե քաղաքական հարց ենք բարձրացնում, մենք նախ եւ առաջ բարձրագույն կրթության, որակի եւ համալսարանի զարգացման։ Վերջերս այստեղ սկզբունքային հարց է։ Ինչն է կարևոր։ Պարզել, թե որտեղ ինչ-ինչ հակերքներ պիտի դրվեն, թե կառուցել եվրոպական համալսարան, եվրոպական մակարդակի։ Եվ այստեղ հիմնական կոնֆլիկտը ոչ թե քաղաքական է, այլ տարբեր պատկերացումներ ինչ բան է համալսարանը։ Թե այլ կազմակերպություններից ինչպիսիք են Միջին օրինակ եւ Մաշտոցի այգու ակտիվիստների կազմակերպությունը, որ նրանք զորակցում են մեզ եւ մեր հետ են մինչեւ վերջ։ Ուրեմն ես ուզում եմ շնորհակալություն բոլորի կողմից հայտնել եւ իրոք շատ ճիշտ է, որ դա ոչ թե քաղաքական կազմակերպություններ են եւ այն նույնպես փորձում են փուգակի պատմությունը դարձնել քաղաքական հարց, չգիտեմ ում այդպես ասած ակաջները տեսնել, բայց դա այդպես չէ եւ ժամանակը ցույց տվեց։ Եվ նույնը եւ նաեւ մեկ դեպքում նման աջակցություն իհարկե մենք կընդունենք, որը ի շահ մեկ քաղաքի մեկ պետության։ Ես շատերից եմ աջակցություն ստանում, Ոգոն է բարոյական, նրանից ավել չեմ էլ խնդրում, որովհետև նրանք ասում են, սա միայն ձեր պայքարը չէ, միայն Բրյուսովի պայքարը չէ, դա մեր ամբողջ հասարակության պայքարն է, ընդդեմ կամայական մոտեցումների, որոնք շատ վտանգավոր են հենց համալսարանական կյանքում եւ հանուն բարձրագույն կրթության զարգացման։ Ոչ միայն նախարարության ու մնացած պաշտոնատար անձիկ կոչվածների կողմից, ովքեր երեք այստեղ էին, այլ այն մարդկանց կողմից, ում որ դա ձեռնտու էր, չեմ ուզում նշել այդ մարդկանց անունը։ Ուրեմն, երեք նախարարը հայտարարել է նման բան, որ մեր ուսանողների կողմից արվել է նման քաղաքական կոչեր։ Նախարարը ստել է։ Նման բան մեր ուսանողների կողմից չի եղել ու չի կարող լինել։ Ավելին, ովքեր փորձում են սրանք քաղաքական աստար տան, նրանք պատկանում են քաղաքական կուսակցության։ Ու ինչի են անում դա, ըստ ձեզ, ինչի են անում, գիտեք ինչի են անում, որտեղ քաղաքական երանգ ստանալու դեպքում մեր շարժումը մարելու է։ Ու Աշոտյանի ու իր ենթակաների ու կամակատարների համար ամենացանկալի բանը դա է։ Ու իրանք ուզում են, չփորձեք քաղաքականացնել ժողովուրդ։ Մեկ էլ երեք Աշոտյանը հայտարարություն արել ժողովուրդ, որ իր միջնորդությամբ եմ ես դուրս եկել։ Ես ուղղակի կարամ ծիծաղեմ դրա վրա, որովհետև դա լսում եմ պաշտոնատար անձի կողմից, որը լավ տեղյակ է օրենքներից եւ այդպես բան ասում, երեք մամուլի ծառայությունը կառավարության դա հաստատել է, ուրեմն ասեմ ձեզ մի բան։ Նարեկ Սամսոնյանը որևէ օրենքի խախտում չի արել, որ ինչ-որ մեկի միջնորդության կարիք ունենալ, այդ մեկ։ Ին ու ոստիկանության մեջ մենակ մի բան է եղել։ Ինձ ապօրինի առանց պատշաճ ծանոթագրի ոստիկանությունը խաբելով ու վերջում էլ այսենց փակած տարել են ոստիկանություն զրույցի։ Ես երեք արել եմ այդ հայտարարությունը, ուղղակի ուզում եմ հիմա էլ ասեմ։ Իսկ իմ ազատման հետ կապված միջնորդը միայն ու միայն եղել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Քաղաքացիական անձամբ սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, միայն ես չեմ եղել այդտեղ։ Ասում էր հետևյալը. «Էսա կասեմ ինչ անեք, էսա կասեմ ինչ անեք»։ Անընդհատ դա ասել է Կարեն Ավագյանը այստեղ կանգնել։ Ես մոտեցել եմ Կարեն Ավագյանին, ասել եմ Կարեն, բարև, ձեռքս առաջ եմ տալի, նա շատ ցածրակարգ ձևով իմ կարծիքով մերժել է, ձեռքը նույնիսկ չի տվել, ես շատ առհամարական է իրան բայր, ասել եմ որ հետո կգաս կխոսանք ու հետո ինձ Արայք Պետրոսյանը կանչել ու ես դուրս եմ եկել։ Իր հետ ու ինձ տարել են ոստիկանության բաժին։ Ստեղ փորձում էին հրահրեին սադրանք, ստեղծեին մի իրավիճակ, որը որ հիմք կտար ստեղ ես միջոցառումը քաղաքականացնել ու հանրապետական կուսակցության
ներկայացուցիչները անընդհատ փորձում են ամեն ինչով քաղաքականացնել այս ամենը, որտեղ գիտեն, քաղաքական դառնալու դեպքում կորելու է շարժը։ Միանշանակ միտումնավոր են, որտեղ այս ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, դա գաղտնիք չի, բոլորն էլ գիտեն, այն կառույցը, որը որ փորձում է քաղաքականացնել մեր այս միջոցառումը, ուս խորհուրդը ամեն ինչով հանրապետական կուսակցության ռոպագանդայի տակ է։ Ու ինքը ռոպագանդում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Դա ուսանողներից ցանկացածին կարող եք հարցնել, նրանք կասեն ձեզ, թե ինչպես մամուլով լիքը անդրադարձ է եղել ուս խորհրդի գործունեությանը։ Այսօր ուս խորհուրդը ամեն ինչ անում է, որ սա էլ վերածի քաղաքական միջոցառման։ Չի ստացվելու։ Քաղաքական միջոցառման սա վերածել չի ստացվելու։ Այն մարդիկ, ովքեր փորձում են իրենք են քաղաքականացնում ու իրենց դա ձեռնտու է։ Իսկ այս ուսանողությանը խաբել չի լինելու։ Մի բան էլ կարող եմ ասել, որ բոլոր բուհերից Երևանի գրեթե արձագանք է եղել մեր շարժմանը եւ բոլորը պատրաստակամություն են հայտնել, որ մենք մեր հետ համատեղ ակցիա անեն, այսինքն մեր հետ համատեղ եւ նույնիսկ հայտարարությունով միանան մեր ֆորումին։ Եվ չի բացառվում, որ երկու շաբաթվա սկզբին, այսինքն կեսին, մենք համընդհանուր Հայաստանի բուհերի մասշտաբով ուսանողների հետ երթ կանենք ապացուցելու համար, որ մեր պայքարը ոչ թե սահմանափակվում է մենակ Բրյուսելի համալսարանում, այլ ընդհանրապես տևականա լինելու ու անընդհատ շարունակվելու ցանկացած բուհական ապօրինության դեմ։ Մենք դա կապացուցենք։ Իսկ մնացած մարդկանց խնդրում եմ քաղաքականացրեք ձեր ջանքերը իզուրա, որևէ բան չեք կարողանալու անել, դա ծիծաղելի է մինիմում։ Ու նախ այն եք խնդրի պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասին բացայք հայտարարություն չանեք։ Որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի ոստիկանությանը միջնորդի։ Կարմեն Աշոտյանը եթե արել է տեղեկացնել, որ պաշտոնական լիազորությունները չարաշահել են իմ կարծիքով։